Խնդրում եմ մեզ մի զրկեք պարոն Եղոյանին լսելու հաճույքից, համեցեք պարոն Եղոյան։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ես զարմանում եմ, որ իմ բարձրացած հարցը թեև ոչ Սփյուռքի մասին էր, ոչ ցեղասպանության ճանաչման, զուտ մաթեմատիկայի ոլորտի հարց էր, այսքան մեծ կրքեր բորբոքեց, նորից այդ հարցը բարձրացնեմ ու փորձենք պատասխանել այդ հարցին։ Անդիմադիր գործընկերները շատ են խոսում պետական պարտքի աճից, ես ասացի, հա, պարտքը աճել է, բայց եկամուտներն էլ են աճել։ Ինչ բարդ բան եմ ասում։ Պարտքը ու բերեցի մարդու վրա օրինակ։ Ասացի, ասենք մեկը անհատ քաղաքացի, ասենք դուք, պարոն Կարապետյան, օրինակ 18 թվականին ունենայիք, ասենք 10 միլիոն դրամի վարկ, 10 տարի փակելու ժամկետով եւ տարեկան 5 միլիոն դրամի եկամուտ, ճիշտ է, ձեր դեպքում դա մի քիչ, բայց օրինակ էլի 5 միլիոն դրամի եկամուտ։ Հիմա 25 թվին ունենայիք 20 միլիոն դրամի վարկ, էլի 10 տարի փակելու ժամկետով եւ 10 միլիոն դրամի եկամուտ։ Ձեր ֆինանսական կտեղից կբխել, որ ձեր ֆինանսական վիճակը բարելավվել է, թե վատացել է։ Միանշանակ բարելավվել է։ Որովհետեւ ավելի շատ գումար կունենայիք բացարձակ թվով ձեր տրամադրության տակ հանած նույնիսկ բանկի տոկոսը։ Այստեղ Տիկին Մանուկյանն ասում է 2%-ների մեջ Տիկին Մանուկյանը շփոթվեց, սկզբից ինչքան հասկացա ձեր հուշումից հետո ասցիք, բայց նայի թե այդ ունեցած եկամուտից քանի տոկոսն է գնում բանկի տոկոսադրույքի մարմանը, այսինքն այն 5 միլիոնից ինչքանն է գնում բանկին, սկզբից դա խոսացինք, ասիք սկզբից քիչ էր, 9% էր, հիմա 11% է եւ այլ։ Ենթադրենք թե կլոր թվերով ասենք թե սկզբից 10%-ներ գնում 5 միլիոնից 500,000-ը գնում էր, այսինքն 4.5 միլիոնը մնում էր ձեր հայեցողական տրամադրության տակ, ճիշտ է։ Հետո երբ որ եկամուտը աճեց, դարձավ 10 միլիոն դրամ, արդեն 20 միլիոն վարկ պետք է փակեք։ Ասենք դարձավ 11%-ը պետք է գնա ձեր եկամուտից, 10 միլիոնից ենթադրենք 1.100,000-ն եք տալիս։ Եղավ 8-9 միլիոն էլի մնաց ձեր տրամադրության տակ, այսինքն ձեր տրամադրության տակ ավելի շատ փող մնաց ձեր մնացած ծախսերի համար։ Այսինքն ձեր գումարի աճի հետ զուգահեռ, երբ որ մի քիչ էլ նույնիսկ աճի, այն գումարը կամ այն տոկոսը, ոչ թե տոկոսադրույքը բանկի, այլ ձեր կողմից, ձեր տրամադրության տակ եղած եկամտից վճարվող տոկոսը ձեր տոկոսադրույքը փակելու համար, որը կարող է 5%, 6%, 7, 8, 9, 10, դա չեն քննարկում։ Դրանից չի բխի, որ ձեր կյանքը վատացել է, կբխի, որ ձեր կյանքը լավացել է, որտեղ ձեր տրամադրության տակ ավելի շատ փող կմնա։ Պարզ բան եմ ասում, ստեղ օգնության է գալիս պարոն Մեսրոպ Մանուկյանը։ Ասում է ստոպ, այդ աճը որ կա օրգանական աճ չի։ Դա ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով եկած արհեստական ոչ աուտենտիկ աճը, որը հեսա վաղը կվերջանա այդ աճը, մեր 10 միլիոն դրամ եկամուտը նորից կդառնա 5 միլիոն դրամ եկամուտ, այնինչ պարտքը կմնա 20 միլիոն դրամ։ Այդ է Մեսրոպ Մանուկյանի ասածը։ Հիմա թվերով տեսնենք, ճիշտ է ասում պարոն Մանուկյանը, թե չէ, մենք կարիք չունենք սպասելու, որ պատերազմը ավարտվի, որտեղ իր ասած էֆեկտը արդեն եղել է 24-25 թվականներին։ Բացում ենք տակ, վիճակագրությունն ենք բացում։ 2024 թվականին Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը եղել է ռեկորդային 12.4 միլիարդ դոլար։ 12.4 միլիարդ դոլար առևտրաշրջանառություն ենք ունեցել Ռուսաստանի հետ, հասկանում եք, ոսկի, թանկարժեք, կիսաթանկարժեք մետաղ, քարեր եւ այլ։ Այն ժամանակ ասում էին, սա չէ, դա վիճակագրության մեջ կա, բաց ինֆորմացիա է։ Ասում էին, սա ոսկու վերարտահանումն է, հեսա ոսկու վերարտահանումը որ ավարտվեց, տեսեք ինչ կլինի տնտեսության վիճակը։ Եկավ 25 թիվը, ոսկու վերարտահանումը ավարտվեց եւ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունն ընկավ 38%-ով, 38%-ով մինուս գնաց։ Դարձավ 7.7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նույն այդ ժամանակահատվածում ինչ տեղի ունեցավ տնտեսական աճի հետ։ Տնտեսական աճը աճեց։ Եթե 24 թվականին մենք ունեցել ենք 5.9% տնտեսական աճ, 25 թվականին ունեցանք 7.2% տնտեսական աճ։ Այստեղից հետևություն, որ վերարտահանման նվազումը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսական աճի վրա, որտեղ ի բնե իրանք չէին կարող կապ ունենալ, որովհետև վերարտահանման վրա չէր հենված տնտեսական աճը, այլ աուտենտիկ հավելյալ արժեք ստեղծելու վրա, ոչ թե թանկարժեք մետաղը բերել արտահանելու, դրա մեջ էլ մարժան քիչ է, հետևաբար շահութահարկը քիչ է, այդ փոքրիկ աննշան շահութահարկի վրա չէր հենված մեր տնտեսական աճը։
Նույն տենդենսը տեսնում ենք անցած ու այս տարվա առաջին կիսամյակներում։ Անցած տարվա առաջին կիսամյակ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառություն 2.46 միլիարդ դոլար։ Այս տարվա առաջին կիսամյակ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառություն 2.7 միլիարդ դոլար։ Նվազում 22%-ով։ Նույն ժամանակահատվածում տնտեսական աճն ենք նայում անցած տարի առաջին կիսամյակ 5.9%, այս տարի առաջին կիսամյակ 6%, աճ 0.1%-ով։ Հետևություն ընկերներ, հասկանալու համար, որ պարոն Մեսրոպ Մանուկյանի ասածը սխալ է, կարիք չկա սпасելու պատերազմի ավարտին։ Սխալ է ինչու, որովհետև մեր տնտեսական աճը օրգանական տնտեսական աճ է, որովհետև այն գումարները, որ գալիս են, ծախսվում են այն ուղղություններով, որտեղից հնարավոր է ստանալ նոր արժեք, որը կբերի նոր արժեք, որը կբերի նոր արժեք։ Շատ պարզ բան։ Գույքահարկի թեմայով։ Պարոն Ֆարմայանը բողոքում է իր գույքահարկից։ Ես չգիտեմ։ Հա, դուք ասում եք 6 անգամ աճել է։ Հա։ Հա։ Պարոն Ֆարմանյան, չի կարելի անել։ 500%-ով 6 անգամն է, էլի, չէ՞։ Տենց չի, պարոն Ֆարմանյան։ Նույն բանն ասցինք։ Հա, 500%-ով թող լինի։ 500%-ով աճել է։ Իմն էլ է աճել 500%-ով։ 7000 էր, դարձել է 42000-ի կարգի։ Մեր տան գույքահարկը։ Այդ նշանակում է տարեկան մոտ օրական մոտ 100 դրամ գույքահարկ եմ ես տալիս մեր 100 քառակուսի մետրանոց, եթե ձեր 200 քառակուսի մետրա տրամաբանական կլինի, որ դուք էլ դրա կրկնակին տաք, եթե ձեր հարևանի տան ֆասադը, ձեր տան ֆասադի չափ լավը չի, ինչպես ասում եք, այսինքն թանկարժեք չի, բնական է, որ ինքը ավելի քիչ պիտի տա, որտեվ գույքահարկը վճարում են տան արժեքից, ոչ թե այդ տանը ապրող մարդու եկամտից։ Եկամտից ինքը վճարում է եկամտահարկ, դրա համար նա կոչվում է եկամտահարկ։ Շահույթից շահութահարկ, գույքից գույքահարկ։ Դրա համար գույքի գնին պետք է նայեն։ Բա բնական է, բայց այդ տան վրա դուք փող եք դրել, ուրեմն ունեցել եք, չէ՞, փողը, որ դրել եք ձեր տան ֆասադի վրա, ձեր տան գինը բարձրացրել եք։ Ուզում եք համ դուք նույն գույքահարկը կտաք, համ ձեր վատ ֆասադով տան տերը, այսինքն էժան ֆասադով, ոչ թե վատ։ Տան տերը տա։ Դուք չեք ասում բացարձակ թվերը, բա ասում եք քաղաքը տեղական ինքնակառավարում, չեք ասում, որ գույքահարկը գնում է տեղական ինքնակառավարմանը։ Բա համայնքը որտեղից պիտի հզորանա, թե չպիտի հզորանա համայնքը, մնա նվիրած կոմբայնների հույսին։ Փողը գնում է համայնքին, այդ թվում եւ այն համայնքներին, որտեղ որ դուք եք շատ ձայներ ստացել։ Կարող է վաղը միսօր համայնքապետել ունենաք միտեղ։ Մնա մասնավոր մարդու ձեռի հույսին, թե իր համայնքից հավաքած գույքահարկի հույսին։ Այդ լքված բաները, շինությունները, դա ինչի՞ չեք ասում, որ մարդիկ ժամանակին միլիոնների գույք էին արել ու լքել էին, գնացել էին, ոչ վարձով էին տալիս, ոչ իրանք էին աշխատացնում, ոչ վաճառում էին։ Փաստացի տիրազուրկ գույքեր էին։ Բայց ինչի՞ չեք ասում, որ հիմա այդ գույքի տերը կամ պիտի վճարի գույքահարկ, որը իդեպ ասեմ, էլի այնքան բարձր հələ չի, որ այդ մարդը որոշի վաճառել կամ վարձով տալ կամ աշխատացնել այդ գույքը։ Էլի հələ այդքան բարձր չի, արտադրական գույքի համար մենք հələ էլի պետք է մտածենք։ Այնպես անենք, որ մարդը չքնեցնի գույքը։ Սա մասին ինչի՞ չեք խոսում։ Եվ վերջին հաշվով կա գույք, որ ընդհանրապես գույքահարկ չէր տալիս, դա նորմալ է։ Կային գույքեր, որոնք 0% գույքահարկ էին տալիս։ Այսինքն, գիտեք, սա ոչ այնքան ֆիսկալ հարց է, ինչքան քաղաքական հարց է։ Ասել մարդուն, որ դու կարող ես տալ 0% հարկ, դա նույնն է, թե ասել, որ մեզ ոչ մի պահանջ չներկայացնես, որ դու ունես 0% ձայն։ Հարկը ձայն է։ Հարկը ձայն է։ Մենակ ԱՄՆ-ում հարկատու եւ քաղաքացի տերմինները օգտագործվում են համարյա որպես հոմանիշներ։ Ասում են մենք հարկատուներս պահանջում ենք սա եւ նա։ Ասել, որ ժողովուրդ ջան, դուք կարող եք հարկ չտալ, թարգմանաբար ձեր լեզվից, նշանակում է ժողովուրդ ջան, ել ձեզ չտեսնեմ այստեղ բողոքի ցույց անելիս, ինչ որ բան պահանջելիս, դուք գնացեք սարքել ենք 0% ձեր համար, հարկ մի տվեք, բայց մի խոսացեք, բայց դուք մոռանում եք, որ հարկ տալով քաղաքացին նույնիսկ քիչ տվող հարկ, քիչ հարկ տվողը ունենում է նույն ձայնը, ինչ դուք եք ունենում, շատ հարկ տալով։ Հարկը հարց բարձրաձայնելու իրավունք է տալիս մարդուն։ Եվ ես կռահում եմ, որ ձեզ անհանգստացնում է այն, որ քիչ հարկ տվողը կարող է ունենա նույն ձայնը, ինչ շատ հարկ տվողը, ինչ հարուստը, որ աղքատ մարդը կարող է ունենա նույն մեկ ձայնը, ինչ հարուստ մարդու։ Իդեպ այդ հարցը թեթևակի շոշափվեց հարցերից մեկում, ով է, չեմ կարծեմ, պարոն Դարփինյանն էր, ասեց կլինի, գործարարները գնան
խոսան կառավարության հետ, իրանց համար առանձնահատուկ, չէ՞։ Հա, մոտա, եթե կարաք հետո պարզաբանեք։ Ինձ դա է մտահոգում ձեր նարատիվներում։ Դուք չեք ասում եկեք արդար հարկային համակարգ դնենք, ասում եք եկեք անհավասար հարկային համակարգ դնենք։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։